Անգերներ բարև ձեզ, ճիշտ ասած մի հատ հետաքրքիր բանի մասին եմ ուզում խոսամ։ Ես արդեն 10 տարի է թրեյդինգի մեջ եմ, ավելի շատ վերլուծություններ եմ անում, ոնց որ հասկանամ ոնց կարելի է թրեյդինգով ինչ-որ գումար աշխատել, բայց ես չեմ ուզում թրեյդեր դառնամ, ուղիղ ասում եմ, ու ես ավելի շատ բիտքոյնի բանի վրա չեմ խորանում, ավելի շատ աշխատում եմ եվրո դոլարի վրա, որ աշխատում են կենտրոնական բանկերը եւ մեծ խաղացողները, որ մեծ գումարներ ունեն ու փորձում են գումար ստեղծել։ Հիմա անգերներ են փաստը, որ իրապես $100 հնարավոր չի $1 միլիոն հասնել։ Ես գրաֆիկ ունեմ սարքած, որ ես ուզում եմ առաջինը լինեմ այս աշխարհում, որ $1 միլիոնի չէ, բայց ավելի շատ, բայց հիմա ձեզ կցույց տամ ոնց եմ դա նախատեսում անեմ ու ամեն օր կկիսվեմ իմ արդյունքներով ձեր հետ, անկերներ, խի $100, որովհետև $100-ը թույլատրելի կորուստ է, այսինքն եթե գնաս ինչ-որ յասաման հաց ուտելու մի 4 հոգով 38,000 դրամ կարաս ծախսես, ու 36,000 դրամ կարաս ծախսես 4 հոգու համար, դա թույլատրելի ոնց որ կորուստ է, ռիսկերը ես մաքսիմալ փորձել եմ նվազեցնել, այսինքն իմ այս թրեյդի սիստեմի մեջ չկա, որ պետքա $1,000, $10,000 կամ $100,000 ներդրում անես, ու հիմա ձեզ հստակ ցույց տամ։ Մի քիչ ռիսկերը բարձր են, ինչ ճիշտ է, բայց ես ձեզ կներկայացնեմ ես ավելի շատ ինչի վրա եմ կենտրոնացած։ Հիմա ես ունեմ հստակ գրաֆիկ, օրինակ, հիմա ձեզ ցույց տամ ընկեր։ Так, հիմա առաջի քայլը սկսում է $100-ից, ներդրում անում ենք $100, օգտագործում ենք 40% բալանսը, կրեդիտնի պլիչոն օգտագործում ենք 1/300-ի, stop loss-ը 13 pips ենք դնում, որը կազմում է ռիսկի 15.6%-ը, հիմնականում աշխարհում ընդունված ստանդարտ ռիսկը 2-ից 5% է, այստեղ եռակի բարձր է, գիտեմ որ շատերը կասեն մի 5 անգամ stop loss-ը դաս բալանսը կզրոյանա, ու take profit-ը 35-ի վրա է, որը անում է 42%։ Հիմա նայեք, սկսում ենք $100-ից, ու ինձ պետքա ճիշտ գործարք անեմ, 20 հունտա ճիշտ գործարք եմ անում, ու իմ բալանսը կազմում է $1,293,000։ Նույն ճիշտ է, ես չեմ ուզում 1 միլիոնով բավարարվեմ, այստեղ կա միջով իմ նպատակը ճիշտ ասած 50 գործարք անելն է, ճիշտ, ու բալանսը կազմում է $2,898,000։ Անհավանական բան եմ ասում ընկերներ, բայց ես 10 տարի վերլուծություն եմ անում, ամեն դեպքում ամենօրյա ռեժիմով վերլուծություններ եմ անում, ոնց կարա լինի, խի կարա լինի, ասես ցույց տամ ձեզ հստակ, որ դուք պատկերացնեք ինչքան եմ օգտագործում, ոնց կարա աշխատի stop loss-երը, take profit-ները, ասենց սա հաշվարկում եմ եւ այլն, ասենց ամեն դեպքում մի խոսքով սա իմ սիստեմն է։ Հիմնականում իմ սիստեմի աշխատող տարբերակը որն է, սա եվրո դոլարն է, ընկերներ, ու հիմնականում եթե ուշադրություն դարձնեք, նայեք, ես փոքրացնեմ, այս դեղին գծերը կլոր թվերն են։ Կլոր թվերի վրա հիմնականում կենտրոնական բանկերը կամ մեծ խաղացողները միշտ ստավկա են անում։ Երբ որ հասնում է կլոր թվի, ուզում է ոնց որ ջարդի այս կլոր թիվը հիմա նայեք 1.175-ն է։ Ու ինքը անպայման ինչ որ հետաքցումն ու այդտեղ ջարդել է։ Նայեք, հետաքցե ջարդել է, բայց փորձել է էլի ջարդի ու նորից հետա քաշել։ Հիմնականում իմ խաղը ոնց որ կարելի ասել, այստեղից է սկսվում, այսինքն գծերից։ Ես գործարքները սկսում եմ գծերից, նայեք, այստեղ հստակ բարձացել է, իջել է, նորից բարձացել է ու նորից ջարդել է։ Ամեն դեպքում դες միանգամից հեշտ չի ջարդում, այստեղ հավանական որ sense հստակ բարձացել է, նյուզա դուրս եկե, այսինքն տնտեսական ինչ-որ նյուզա դուրս եկե եւ այլն։ Հիմա ընկերներ, ես սրա վրա խորացել եմ, իմ մոտ եթե անկեղծ, ես դե շշմարտությունով ասեմ, իմ մոտ ստացվել է, որ ես հասնեմ մինչեւ այս սրա։ Մինչեւ 9-րդ կետը իմ մոտ ստացվել է, որ հասնեմ։ Բայց դրանից հետո ոնց որ ավելի շատ կին կանոններն եմ խախտել եւ այլն, ու հիմնականում միշտ գումարս կանխիկացրել եմ այս կողմերը, բայց երբ որ կանոնները խախտում ես, սկսում ես կորցնել։ Հիմա իմ մոտ կա մի կանոն, որը մի գործարք պետք է անես ու պետքա ճիշտ գործարք անես։ Շատ կարևոր է ճիշտ մի հատ գործարքը։ Ու այդ 35 պրոֆիտը ընկերներ ընդամենը այսքանն է կազմում, հստակ հեսա ձեզ ցույց տամ, նայեք։ Այսինքն ինձ պետքա մոտավոր այսքան։ Մի օրվա մեջ լնայեք քանի հատ սրանից կա։ Ամեն դեպքում լիքը սրանից կա, նայեք։ Գծից գիծը 500 է, ինձ պետքա դրա 350-ը։ Ու շատ հավանական է սա, ու պլյուս իմ մոտ կա մի հատ ուրիշ այլ կանոն, երբ որ իմ գործարքը գնում է իմ ուղղությունով, ես stop loss-ը միշտ տեղափոխում եմ 0-ի կամ պլյուսի վրա, որ այսինքն 0-ը փակեմ։ Ու եթե նկատեցիք, նայեք, եթե ես ունենում եմ ընդամենը 3-4 ճիշտ գործարք, ես կարող եմ իմ ներդրած $100-ը դաժե կանխիկացնեմ, այսինքն պլյուսով դուրս գամ։ Ռիսկի գործոնը այդտեղ կարող եմ հավասարացնեմ 0-ի, դաժե մինուսի, ընկերներ, զուտ սրանով է, ընկերներ, հասնեմ մի քանի միլիարդ։ Տեսնենք ոնց կստացվի, ասենց ուզում եմ այս վիդեո նկարեի,
Հետո ձեզ բանաձևը կտամ, դուք էլ կանեք ընկերներ, որ Հայաստանի Հանրապետությունում բոլորը միլիոնատեր ու միլիարդատեր լինեն, ինչ ված կլինի, որ Հայաստանը դառնա Մոնակո։ Ճիշտ է, շատերի վրա գումարը շատ վատ է ազդելու ամեն դեպքում, բայց ես հավատացած եմ, որ բարի գործերի համար կարելի է դրանք ծախսել։ Որտեվ մենք եկել ենք, մենք էլ գնալու ենք ընկերներ։ Սրանով եզում կիսվե ընկերներ։ Բոլոր ինչ անում եմ օֆիցիալ է, հակապետական ոչինչ չկա։ Բոլոր կենտրոնական բանկերը, կոմերցիոն բանկերը, չգիտեմ, մեծ խաղացողները իրավունք ունեն մտնեն այս գործարքն անեն, պրոստը մեծ գումարի դեպքում, երբ որ շահույթ ունենաս, պետք է շահութահար վճարես պետությանը։ $1 միլիոն դեպքում դա դառնալու ոնց որ 20%, եթե չեմ սխալվում, դե կայսրին ամեն դեպքում պետք է պահել։ Այսքանը, ընկերներ, տեսնենք ոնց կստացվի։